Նայեք որ դոշի գումանը ինչ կա լավ աղջիկ կա որ էլի տրանսպորտին խոչընդոտում են կանգնացնում են վարորդներին նեղացնում են տես ինֆորմացիա կա լավ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան։ Կասեք ինչ եք անում հիմա, ում հետ եք հանդիպել, ովքեր են։ Ես։ Այո։ Ես քաղաքի տրանսպորտի աշխատակցներին եմ հետևում, որտեղ ես մի քանի օր շատ անկառավարելի վիճակ է։ Բնականաբար ես պարտավոր եմ որպես տրանսպորտի պատասխանատու տեսնել ինչ իրավիճակը, որպեսզի անախորժություններ չլինեն եւ կարողանանք խոչընդոտենք ակտիվիստ եւ վարորդ ավելորդ վիճաբանություններ, ավելորդ բաներին ցույց տան։ Իսկ հիմա ում հետ ովքեր են, ում հետ եք հանդիպում հիմա։ Ում հետ եմ հանդիպում։ Հա, այս ովքեր են։ Տարբեր քաղաքացիներ, սպասարկողներ, տարբեր մարդիկ։ Եվ ինչ են ասում։ Ինչ է հարցեք, ինչ են ասում, ամեն մեկը եկել է իր երթուղին, իր ունեցվածքին տեր կանգնի, որպեսզի չկոտրեն ապակիները։ Երեք նորքի զանգվածում դրան վրա ուզեցել են փչել ուղևորցը 100 դրամ, վիճաբանության մեջ են մտել վարորդի հետ, վարորդը ուզեցել է քշի գնա, խփել են ապակին կոտրել են, ով է դրա փողը վճարելու։ Ամեն մեկը փող է դրել, ներդրում է արել եւ այսօր պարտավոր է իր վարորդին, որին քաշքրում երբեմն ծեծում են, իր վարորդին եւ իր տրանսպորտային միջոցին տեր կանգնի։ Եվ ինչպես են դա անում, ինչպես են պատրաստում։ Դուք ինչպես եք փորձում դա կարգավորել։ Ես ինքս աշխատում եմ, որպեսզի նման դեպքեր չլինի, վարորդներին հանգստացնել, որպեսզի չլինի նման միջադեպեր։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել եւ խորհուրդ եմ տալիս, որպեսզի իրենք էլ նման ձևով կարողանան միջամտել։ Այսինքն վարորդներին խորհուրդ եք տալի վիճաբանության մեջ չմտնել։ Այո։ Իսկ ինչ պետք է անեի, պետք է ասեի գնացեք վիճեք։ Իսկ չեք պատրաստվում բան փոխել, պարոն Նավասարդյան։ Ինչպես չեք պատրաստվում բան փոխել։ Ինչ։ Սակագները վերադարձնել հին։ Սակագները փոխելու այդպիսի տարբերակը պետք է ուսումնասիրվի։ Այն ինչ որ արվել է, հիմնավորված է արվել։ Եթե որևիցե մեկը կապացուցի, որ դա հիմնավոր չի, Այժմանակ նոր հարցը։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ չեք կարողանում որևիցե այլ տեղից գումար հայթայթել եւ այդ բեռը դնում եք հասարակ քաղաքացու վրա։ Ձեր քաղաքային տնտեսությունը վարում եք դուք։ Ես պետք է ձեզ խորհուրդ տամ, թե դուք որտեղից գումար հայթայթեք։ Կարող եմ մի քանի տեղ ցույց տալ, ուղղություն ցույց տալ։ Օրինակ, ինչքան ծախս է գնում այն պուճուր մեքենայի վրա, որը որ մաշված ասֆալտ է մաքրում հյուսիսային պողոտայում, կասեք։ Ես չեմ կարող, չեմ տիրապետում այդ հարցին։ Դե ես ձեզ ուղղություն եմ ցույց տալիս, մաշված ասֆալտը, բանը, բետոնը մաքրում է մի մեքենա, որը նախատեսված է հարթ տարածվել մաքրելու համար, անձևի ժամանակ ջուր է պսսնում եւ մաքրում է։ Եկեք այն հարցը ինձ տվեք, որին ես տիրապետում եմ։ Ես խնդրում եմ ինձ։ Այսինքն հնարավոր չի, պարոն Նավասարդյան, հնարավոր չի իջեցնել գները ոչ մի կերպ, ոչ մի ճնշման ազդեցության տակ, այսինքն չեն իջնելու գները, հնարավոր չի։ Եթե գները իջնելու տարբերակ լիներ, այդքան չէր բարձրացվի։ Մենք այն ինչ որ օպտիմալ, մինիմալ հաշվարկ տեղել, աշխատել ենք տեղավորել դրա մեջ։ Իսկ եթե բողոքի ալիքը չնվազի եւ մարդիկ իսկապես 100 դրամ վճարեն։ Ես հետագա ընթացքի մասին չեմ կարող մեկնաբանել, թող մեկնաբանեն այն մարդիկ, ովքեր որ սպասարկում են։ Ես չեմ կարող ասել։ Լավ, վերջին ինչ կլինի դրա ընթացքը, ես չեմ կարող ասել։ Ձեզ վերջին մի բան հարցնեմ։ Պատրաստ եք հեռանալ զիջել այն մարդկանց, ովքեր հավան են։ Պատրաստ են տնտեսությունը այնպես վարել քաղաքային, որպեսզի տրանսպորտի գինը չբարձրանա։ Պատրաստ եք հեռանալ, քանի որ դուք ոչ կոմպետենտ գործողություններ եք անում, դրա հաշվին ժողովուրդը աղքատանում եւ արտագաղթում է։ Պատրաստ եք հեռանալ։ Դա չէ որոշում, որ ինքը չի կարողանում աշխատի։ Փաստերն են որոշում, որ դուք այսօր խնդրում եմ թողեք վերջացնել։ Փաստը հենց հիմա այստեղ կանգնած 150 դրամն է։ Դուք չեք կարողանում տնտեսությունը այնպես վարել, որպեսզի
բեռը չդնեք ձեր խնդիրների, ձեր սխալ կառավարման հետևանքում բեռը չդնեք հասարակ քաղաքացու վրա։ Լուծումը տվեք քաղաքապետարանի այլ միջոցներով, սուբսիդավորմամբ եւ նմանատիպ գումարներ հայթայթելով։ Հասարակ օրինակ բերեմ կանգառները, որը որ տվել եք մասնավորին, որի ընդամենը 70%-ը գնում է մասնավորին, 30%-ը գնում է քաղաքապետարանին։ Քաղաքապետարանը կարող է թե այդ գործողությունը, թե նմանատիպ գործողություններ, իսկ դու կարա կապենց է հայտարարել, ես չեմ ասում, ես ասում եմ, որ դուք ուրեմն սպիտակ սառուշկա եք։ Ուզում եք ասեք, որ այդ կանգառները քաղաքապետարանին է գնում ամբողջ գումարը, մասնավորին չի գնում, մասնավոր կազմակերպություն է անում, կարող եմ համարը տալ ձեզ։ Մի րոպե ինձ պետք չի տալ, ես շատ լավ գիտեմ, ես ուրեմն դա հանձնված է արենդայով։ Այո։ Արենդա վճարը նորմալ, դրանք սպասարկում են, լրիվ իրականացնում։ Շուտով վաղը մյուս օրվանից արդեն նոր լրիվ շատ գեղեցիկ բանը կանգառասրահներ ենք արդեն հեսա բերում։ Ես շատ ուրախ եմ, մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Տարբեր բաների մասին չի, որ Պարոն Նավասարդյան, այդ հարցին կպատասխանեք, այդ որ ասեց, որ պատրաստ եք ձեր տեղը զիջելու։ Ես չեմ սպասարկում, Չէ, ինքը սպասարկումն է չասեց, ինքը ասեց, որ դուք հիմա որ կհիմնավորեմ, որ իրենց ասածը ճիշտ է։ Այսինքն որ չեք կարողանում կառավարել, հա։ Երբ որ կհիմնավորեմ, իրենց հաշվարկները ճիշտ են եւ իրանք կապացուցեն դա պարտականություն։ Այդ ժամանակ դուք վերցրել եք ձեր վրա պարտականություն։ Առանց որի բանի ասում են լավ չէ, ոնց եք ասում։ Դուք վերցրել եք Այսինքն ըստ դուք լավ կառավարիչ եք այսօր։ Դա պարտականություն է։ Ես չէ որ պետք է ասեմ, ղեկավարել, հեռացեք, թողեք այն մարդիկան, ոլորտի մարդիկ են կառավարել։ Օրինակ ժողովուրդը բողոքում է այսօր գտնվելը։ Այո, որտեղ ես Երևանցի եմ։ Այո, դու ինչ հասկանում ես։ Հա, հասկանում եմ։ Էս որի բան վրա։ Դուք ինչ հիմա կաբինետում նստած սովորական քաղաքացի ես։ 39 համարով խցկված իրար դիրքը նստած, վարորդը կանգառից գնացեք ձեր կաբինետները նստեք։ 50 դրամ վեր։ Բոլորդ գնացեք ձեր կաբինետներ։ Դուք տեղանելիք չունեք։ Ինչ է հանգիստ։ Հաստացի նորի չել եմ 39 համարից։ Ասում ես լսի բացատրեմ հասկացի։ Բանի կոմիտասի արձանը։ Ուղեբարձը բացել, որ ավտոբուսն է ներկրվում։ Ուղեբարձը բարձացել է, բայց իմ թևի վրա ընկել են։ Ձեր ղեկավարը ով է տերկանում, որ նստել է տեղով մարդիկ երթևեք են։ Երբ որ նորմալ ուղեբարձը կբարձրանա, ավտոբուսները մենք սկսել ենք ներկրել։ Նորմալ չի 100 դրամը։ Իսկ կարելի է որ 6 անգամ պիտի վանդանոց կնամ տամ 150 դրամով։ Ես ոնց կարամ 70,000-ով այդքան երթավեք։ Բասարկողը չի կարող դիմելա։ Ուրեմն ձեր ղեկավարը Երևան քաղաքի ուրիշ բան եք ասում։ Մենք պատասխանում ենք, կարամ պատասխանեմ։ Իսկ եթե այդպես էր կներեք, էլի կպատասխանեք, կասեք ընտրություններից առաջ այդպես չէր, ինչու չբարձրացրեցիք գները 1 տարի առաջ օրինակ։ Ուրեմն ընտրություններից առաջ էլ հիմա էլ մեզ դիմել են ուղևորա փոխադրողները, նորից մենք ասում ենք ու նորից ասելու ենք։ Մարդիկ դիմել են, որ մենք չենք կարողանում հետագա սպասարկումը կատարենք։ Հաշվարկները արվել է ամեն ինչը։ Եթե պետք է ասել ենք կլոր սեղանի շուրջ, երբ որ պետք է արեք, ապացուցեն մարդիկ, նաև փոխադրողները, մենք էլ ձեզ հետ նստենք, տեսնենք, ինչի համար է առաջարկվում 150 դրամ։ Ուրեմն հարցը ինչի համար է առաջարկվում 150 դրամը, հասկանալի է, որ ինքնարժեքը բարձրացել է, բայց դուք որպես տնտեսվարող սուբյեկտ պետք է լուծումը գտնեք ոչ թե քաղաքացու թե 50 դրամը, այլ տեղից բերեք դնեք այդտեղ, որտեղ քաղաքացու է 50 դրամը, առօրյա ծախսնա, տվեք ինձ լիազորությունները հենց այսօր, տվեք ձեր քաղաքապետարանը ձեզնից 10 անգամ լավ ղեկավար եմ։ Մի քիչ թող գողանան, մարդկանց նկատմամբ ինչ Տարոն Մարգարյանը ձեր ղեկավարը ընդամենը 3 ամիս առաջ ասեց, որ չի թանկանալու։ Գնացեք ձեր կաբինետները։ Չեք կարող պատասխանել։ Կասեք սպասարկողներից, դուք սպասարկող եք։ Սպասարկողով կա ստեղ։ Կասեք ինչու հենց հիմա որոշեցիք թանկացնել եւ ոչ իսկ մի տարի առաջ կարողանում էիք։ Ես նոր եմ ավտոբուսների ներմուծը 5 ամիս է։ Մի ավտոբուսը $38,000 է։ Օրեկա 20,000-ի վառելիք է այդում։ Յուղը թանկացել է, պատշգերը թանկացել է, ամեն ավտոբուսի արժեքը 30։ Բավարարում է այդ ամեն թանկացումը։ Քշություն անում
ուտելու համար ժողովրդի։ Այդ ցավը տարեվտես մի ասա քչություն անում է։ Չեք էլ համար։ Կներկանաք որ խնդրեմ։ Որտեղ ձեր նմանները մի քանի սայթ ինձ միանում են։ Որտեղ գիտեն են չեն միանում։ Փոխանակ ասեք լավ է կարելի։ Մենք չգիտենք Ինչ արի, Մեր համար արել իսկ այն ժամանակ լավ էր որ փրփրված մեքենայով եք մեկ տեղափոխ։ Հիմա ինչա։ Ողորմություն եք տալի գիտեք ոչ մի վարքյան Հայ ազգի կերեք ողոր մելի չի կարելի մեղք Հիմա Դերումը կատարել եմ լավ, Չէ, մի վարքյան։ Իրան լսեն։ Ես ձեզ դուք լսեն, Ես եմ նույնմատ դուք Չէ, նույն ձեղի չենք օգտվում։ Նույն բեռը մեր վրա է, չէ։ Բոլորիս վրա է, չեմ կարծում որ նույն բեռը լինի, որովհետև ես ուսանող ունեմ, ես վարձով ապրող երեխեք ունեմ։ Ես էլ ունեմ, իսկ այսինքն դուք երեխեք ունեք, մեկ էլ բան եք, որտե՞ղ։ Չգիտեմ, եթե դուք կողմ եք բարձրացմանը, նշանակում է դուք ջերից բերած կողմ ունեք։ Ինչ կարևոր է ժողովուրդ։ Կարևոր է։ Դուք քաղաքապետարանի ներկայացուցիչ եք, ներողություն։ Լավ է կարել դասավանդել եք։ Տղզիներ են արվում, տղզիներ, բա ժողովուրդը մասին չեն մտածում։ Ես իմ Սաղ է սիրիկա վիրխուսկան, սաղ սիրիկա է։ Ես մենք ուրիշ բան ենք խոսում, դուք գնացիք Հիմա լավ բան եք խոսում, ես մի հարց տամ։ Գնայք դուք սպասարկող եք։ Իսկ դուք սպասարկող եք։ Այդ 100 դրամով ինքը կարող էր բերել ինքը էլի օգուտ անում։ Գիտեք ինչ կա, ով պաշտպանում է իր հենայից։ Ես խոսում եմ ռեալ մարդ։ Պրիմիտիվ բանկա։ Գծի տերը ով է։ Գծի տերը ինչի պետք է լինի։ Հիմա այսօր փաստի առաջ է քաղաքապետ կա։ Բայց այսօր դրության պետությունը գումարը չունեցել, ասել է որ կարմա։ Հիմա մարդը բերելա այդ մեքենան բերելա փոխելա։ Լավ չի, այսօր գոնե մի փոքրիկ հայ կա, չէ՞։ Չարբախ թաղամասում ինչ թազա մեքենա է աշխատում։ Մի հատ 65-ը խցկված։ Մի հատ ավտոբուս, մի հատ 65, նույն պասաժիրն է խցկված, գնում գալիս են։ Ես գործի եմ գնում, գլխիս տեղ հազիվ մտնում եմ մեքենայի մեջ։ Դե եթե մի անգամ չի լինում, թող անեն, կարգավորեն նոր քան։ Կարգավորեն ինչ է հասկանում։ Բայց ես հիմա 150 դրամ եմ տալի խցկված գալիս է։ Այսինքն դուք խոսում եք մենակ այն վերջից, ես մեջտեղն եմ խոսում։ Այդ ասածը ձեր Այն վատ մեքենաները մեջտեղից դուրս եկան։ Ո՞ր նայում են, չէ՞, բոլորս նայում են։ Վատ մեքենաները դուրս են։ Ո՞ւմի գենոցիդ է գնում հայ ժողովրդի։ Ես ուրիշ բան եմ ախր դու գենոցիդի մաս։ Գենոցիդից եմ խոսում, սա полный, это դեգրադացիա Այսինքն ես ինչ եմ խոսում։ Դեգրադացիա իդիոտ ջահելություն է, ինչ վիճակում է։ Ինչ կապ ունի։ Ոնց մեր հետ ինչ կապ ունի։ Երեխաներ ունեմ, թոռներ ունեմ։ Երազանց համալսարանն է ավարտել, դե թող գնա աշխատի, ասում Այսինքն ամեն մեկը տարբեր բաներ խոսեն։ Կոնկրետ հարց ենք տարել։ Դուք ես վերջերս օգտվել եք բանից, տրանսպորտից օգտվել եք, ինչքան եք 100 դրամ։ Եվ կոնֆլիկտային վիճակներ չեն եղել։ Ես ասել եմ դուք մեղք չունեք, բայց ես կվճարեմ 100, որովհետև վաղը կլինի 300։ Նրանք փորձադաշտ են սարքել, подопытные кролики мы. Вот и всё. Ոնց կարան օգտագործում Թող իրանց երեխեքին օգտագործեն։ Իրանց երեխեքը որ տրանսպորտով չի ենթարկվում, մեքենաները ով է տեսնում իրանց։ Կներկանաք որ խնդրեմ։ Ներկանամ Իզաբելա Մանդալան։ Քանի տարեկան եք։ Ես 62 տարեկան եմ։ 6 տարի Եվրոպայում դասավանդել եմ։ Այսօր ինչ է կատարվում։ Եվ հայ ազգիս համար վերկացա եկա Երևան։